Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ Եռաբլուր են այցելել օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ։ Նրանք ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ Նախքան Եռաբլուր այցելելը Փաշինյանը գրառում է կատարել հիշատակի օրվա վերաբերյալ, որտեղ ընդգծել է. «Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա»։ Մամուլը գրում է, որ Փաշինյանի անվտանգության համար Եռաբլուրում դիպուկահարներ են տեղակայվել։ Հիշեցնեմ, Հայաստանում այս տարվանից հունվարի 27-ը նշվում է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության, ինչպես նաեւ այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են մեջբերեմ եկեղեցու մի քանի հոգեվորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին։ Ադրբեջանին վերաբերող հատվածում վեհաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։ Բանաձևին կողմ է քվեարկել 75 անդամ, 1-ը դեմ, 3-ը ձեռնպահ։ Իդեպ ձեռնպահների թվում է ԵԽԽՎ-ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։ Միացյալ Նահանգները Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների։ Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են այս լուրը, բայց չեն նշել նրանց թիվը։ Հարկադիր վերադարձված անձինք տեղափոխվել են Հայաստան, այս պահին իրականացվում են իրավական կարգավիճակի պարզման եւ փաստաթղթավորման աշխատանքներ, հայտնել են գերատեսչությունից։ Նախնական տվյալով ինքնաթիռը մեկնել է Միացյալ Նահանգներից միջանկյալ վայրեջք կատարել Բուխարեստում, այնուհետև ժամանել է Երևան։ Հիշեցնեմ, ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել է անօրինական ներգաղթյալներին արտաքսելու խոշոր գործողություն իրականացնելու մտադրության մասին։ Միացյալ Նահանգներում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։ Ըստ լրատվամիջոցների մի շարք նահանգներից հաղորդվում է նոր զոհերի մասին։ Մոլեգնող ձնաբքի պատճառով տուժել է ավելի քան 200 միլիոն մարդ։ Երկրում չեղարկվել են հազարավոր չվերթներ, 822,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ ճանապարհներին առաջացել է մերկասառույց, ինչը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների աճի։ Առնվազն 21 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։ Նախագահ Թրամփը ձյան տեղումներն անվանել է պատմական։ Հիմա տեսնենք, թե ինչ իրավիճակ է մեր հանրապետության ավտոճանապարհներին։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դրանք հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը երթևեկելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Եղեգնաձորի, Կոտայքի, Արարատի, Թալինի եւ Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է։ Տեսանելիությունը 80-ից 150 մետր։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Այսքանը այս ժամին, մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է։